Մեկ երեխա ընդհատում է դատը, պնդելով, որ կարող է բուժել կաթվածահար դատավորին, եթե ազատ արձակեն իր հորը։ Դատարանը ծիծաղում է, բայց ինչ-որ բան նրա խոսքերում ստիպում է դատավորին ներքուստ դողալ։ Ճշմարտությունը, որ նա կրում է, այնքան հզոր է, որ արթնացնում է ոչ միայն արդարությունը, այլ դատավորի քնած մարմինը։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Դատավորի մուրճի ձայնը դատարանի դահլիճում արձագանքեց չոր որոտի պես, կտրելով ամբոխի նյարդային տրտունջը։ Երանում մարտ ամսվա երկուշաբթի էր, կենտրոնի քրեական դատարանը լեփ-լեցուն էր լրագրողներով, հետաքրքրասերներով, այն գործով ներգրավվածների հարազատներով, որն արդեն համարվում էր տարվա դատավարությունը։ Հեռուստացիկները պայքարում էին լավագույն տեսադաշտի համար, մինչ լրագրողները շշնջում էին իրենց նախնական վերլուծությունները չթարթող տեսապակիի առաջ։ Այս ամենի կենտրոնում, դահլիճի ամենաբարձր աթոռին, իր անվասայլակին վեհորեն բազմած դոկտոր Հենրիկ Մանուկյանը ղեկավարում էր նիստը այն մարդու հեղինակությամբ, ով իր կարիերայի 23 տարին նվիրել էր դատական համակարգին։ Նրա ալեխառն մազերը անթերի սանրված էին դեպի հետ, իսկ ոսկե շրջանակով ակնոցներն արտացոլում էին լուսարձակների սառը լույսը, որոնք լուսավորում էին այդ հանդիսավոր միջավայրի յուրաքանչյուր անկյուն։ Հենրիկը ողջ դատական շրջանում հայտնի էր իր մեթոդական սառնասրտությամբ որոշումներով, որոնք երբեք կասկածի տեղիք չէին տալիս։ Նա մի մարդ էր, ով կարծրությունը առաքինության էր վերածել, հատկապես այն դժբախտ պատահարից հետո, որը 7 տարի առաջ նրան գոտկատեղից ներք անդամալույծ էր դարձրել։ Դահլիճի աջ կողմում, մեղադրող կողմի նստարանին, հանրային դատախազ Ռուբեն Սարգսյանը դասավորում էր իր թղթերն այն մարդու վստահությամբ, ով գիտեր, որ իր ձեռքում անհերքելի գործ ունի։ 42 տարեկանում Ռուբենը ամուր հեղինակություն էր ձեռք բերել, հիմնված անսխալ դատավճիռների հաջողության այնպիսի ցուցանիշի վրա, որը մայրաքաղաքի մյուս դատախազներին ստիպում էր մեռնել նախանձից։ Նրա մուգ կապույտ կոստյումն անթերի էր, ինչպես նրա կարմիր փողկապը, որը նա ռազմավարական նպատակով էր ընտրել, ուժ վճռականություն փոխանցելու համար։ Նա գիտեր, որ տեսախցիկները կենտրոնանալու են իր վրա ողջ դատավարության ընթացքում, նրա յուրաքանչյուր շարժում վերլուծվելու է գլխավոր հեռուստաալիքների իրավական մեկնաբանների կողմից։ Պաշ. Դպանական կողմի նստարանին իրավիճակը բոլորովին այլ էր։ Փաստաբան Պողոս Մելիքյանը, 55 տարեկան, տասնամյակների փորձ ունեցող մի մարդ, տեսանելիորեն անհանգիստ էր թվում, թերթելով փաստաթղթեր, որոնք, ինչպես ինքն էլ գիտեր, բավարար չէին լինի իր պաշտպանյալին փրկելու համար։ Նրա կողքին, գլխիկոր հագին մոխրագույն կոստյում, որը կարծես փոխարված լիներ, նստած էր 41-ամյա Արմեն Սահակյանը, համակարգերի ինժեներ ընտանիքի հայր, ով երբեք չէր պատկերացնի, որ մի օր կհայտնվի ամբաստանյալի աթոռին։ Արմենի ձեռքերը միահյուսված էին սեղանի վրա, նրա աչքերը նյարդային սահում էին իր հետում գտնվող ամբոխի վրայով, փնտրելով այն դեմքը, որն այդ պահին ամենակարևորն էր։ Երբ վերջապես գտավ նրան ձախ կողմի երրորդ շարքում, սիրտը մի փոքր հանգստացավ։ Մարինա Սահակյանը, նրա 10 տարեկան դուստրը, նայում էր նրան այն վճռական հայացքով, որը ժառանգել էր մորից։ Աղջիկը նստած էր մորական տատիկի, Շուշան տատիկի կողքին, 68-ամյա մի կնոջ, ով ամուր բռնել էր թոռնուհու ձեռքը, փորձելով զսպել իրեն այս ողջ իրավիճակի առաջ։ Մարինան յուրահա տուկ երեխա էր, նրանցից, ովքեր տպավորում են մեծահասակներին իրենց խելքով վաղ հասունությամբ։ Նրա շագանակագույն մազերը բնական խոպոպներով թափվում էին ուսերին, իսկ կանաչ աչքերը փայլում էին այնպիսի ուժգնությամբ, որ ուշադրություն էին գրավում, որտեղ էլ որ նա լիներ։ Այդ օրը նա հագել էր բաց կապույտ զգեստ, որը տատիկը հատուկ էր ընտրել այդ առիթի համար, հույս ունենալով, որ թոռնուհու հրեշտակային տեսքը կարող է ինչ-որ կերպ դրականորեն ազդել հոր դատավարության վրա։ Դատախազ Ռուբենը ոտքի կանգնեց առիթին վայել ողջ շուքով։ Նա գիտեր, որ այս գործը լինելու է իր կարիերայի պսակը, արդեն պատկերացնում էր հաջորդ օրվա թերթերի վերնագրերը։ Արարատ Կապիտալ ներդրումային ընկերությունում բացահայտված միջոցների յուրացման սխեման կազմել էր ավելի քան 500 միլիոն դրամ, բոլոր ապացույցները ուղղակիորեն մատնանշում էին Արմեն Սահակյանին, ով 8 տարի շարունակ աշխատում էր որպես ընկերության համակարգերի ավագ վերլուծաբան։ Հարգարժան դատավոր, հարգելի երդվյալ ատենակալներ, թանկագին գործընկերներ, ներկա մամուլ, սկսեց Ռուբենը։ Հաստատուն դանդաղ ձայնով, մեր արջ մի գործ է, որը ներկայացնում է այն ամենը, ինչ ամենապարսավելին է մարդկային վարքագծում, երբ ագահությունը գերակայում է ազնվությանն ու բնավորությանը։
Ամբաստանյալ Արմեն Սահակյանը ամիսներ շարունակ օգտագործել է իր տեխնիկական գիտելիքները Արարատ Կապիտալ-ի համակարգերին արտոնյալ մուտքը, համակարգված կերպով յուրացնելու ներդրողների միջոցները, վնասելով հարյուրավոր ընտանիքների, որոնք իրենց խնայողությունները վստահել էին այդ հաստատությանը։ Դատախազի ձայնը դահլիճում արձագանքում էր փորձառու դերասանի ճշգրտությամբ։ Նա հաշվարկված շարժումներ էր անում, մեկ մատնացույց անելով Արմենին, մեկ ուղղակիորեն դիմելով երդվյալ ատենակալներին։ Ապացույցները, որոնք մենք կներկայացնենք, անհերքելի են, շարունակեց նա։ Գիշերվա ընթացքում Ամբաստանյալի օգտանունով կատարված մուտքեր, նրա անձնական գաղտնաբառով հաստատված փոխանցումներ թվային հետք, որն այնքան պարզ է, որքան ավազի վրայի հետքերը։ Պարոն Արմեն Սահակյանը հավատում էր, որ տեխնոլոգիաների ոլորտում իր փորձառությունը բավարար կլինի իր հանցա գործությունները թաքցնելու համար, սակայն ժամանակակից արդարադատությունը տրամադրում է նույնքան բարդ գործիքներ, բացահայտելու նրանց, ովքեր կարծում են, թե կարող են շրջանցել համակարգը։ Մարինան լսում էր յուրաքանչյուր բառը բացարձակ ուշադրությամբ, նրա փոքրիկ բռունցքները սեղմված էին ծնկներին։ Նա գիտեր, որ մուգ կոստյումով մարդը պատմում է պատմության մի տարբերակ, որը չէր համապատասխանում այն ճշմարտությանը, որը նա գիտեր։ Նրա կողքին Շուշան տատիկը կամացուկ աղոթքներ էր շշնջում, խնդրելով, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին, անհնարին գործերի հովանավորը, բարեխոսի ընտանիքի համար այդ հուսահատ պահին։ Փաստաբան Պողոս Մելիքյանը գիտեր, որ իր պաշտպանությունը դժվարին է լինելու։ Մեղադրող կողմի ներկայացրած տեխնիկական ապացույցներն իսկապես համոզիչ էին, նա իր տրամադրության տակ ուներ միայն այն, ինչը համարում էր զգացմունքային պաշտպանություն, հիմնված Արմենի անբիծ բնավորության վրա ողջ կարիերայի ընթացքում։ Երբ խոսելու իր հերթը հասավ, Պողոսը ոտքի կանգնեց ողջ այն արժանապատվությամբ, որ կարողացավ հավաքել։ Մեծարգո դոկտոր Հենրիկ Ման։ Ուկյան, ասաց նա, հարգալից դիմելով դատավորին, այն, ինչ մենք այստեղ ունենք, ոչ թե ապացուցված մեղքի դեպք է, այլ հանգամանքներ, որոնք կարող են բացատրվել տարբեր կերպ։ Իմ պաշտպանյալ Արմեն Սահակյանը ազնիվ մարդ է, նվիրված հայր, 8 տարի շարունակ օրինակելի մասնագետ, Արարատ Կապիտալ-ում, առանց որևէ բծի իր աշխատանքային կամ քրեական գործում։ Թվային ապացույցները, որքան էլ տեխնիկական լինեն, չեն կարող միայնակ որոշել մարդու մեղավորությունը, առանց հաշվի առնելու այլ հնարավորություններ։ Դատավոր Հենրիկը հետում էր ամեն ինչին իր սովորական անթափանց արտահայտությամբ։ Տարիների ընթացքում, հատկապես իր կյանքը ընդմիշտ փոխած դժբախտ պատահարից հետո, նա զարգացրել էր գրեթե գերմարդկային ունակություն, զգացմունքային առումով հեռու մնալ իր քննած գործերից։ Նրա համար օրենքը պարզ էր, ապացույցներն իրենք էին խոսում իրենց մասին, զգացմունքները տեղ չունեին նրա որոշումներում։ Այդ դիրքորոշումը նրան հարգանք երկյուղ էր բերել գործընկերների փաստաբանների շրջանում հավասարապես։ Ողջ առավոտվա ընթացքում դատախազ Ռուբենը ներկայացրեց իր փաստարկները վիրաբույժի ճշգրտությամբ։ Ցուցադրվեցին փաստաթղթեր, մանրամասն բացատրվեցին տեխնիկական փորձաքննությունները, ընկերության վկաները տվեցին ցուցմունքներ, որոնք կարծես վերջնականապես կնքում էին Արմենի ճակատագիրը։ Յուրաքանչյուր ներկայացված ապացույցի հետ Մարինան զգում էր, թե ինչպես է սիրտը արագանում, բայց լուռ էր մնում, հետելով յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր ժեստի այն մեծահասակների, ովքեր որոշելու էին իր ընտանիքի ապագան։ Երբ դահլիճի ժամացույցը ցույց տվեց 12:15 րոպե, դատավոր Հենրիկը հայտարարեց ճաշի ընդմիջում։ Ամբոխը սկսեց դանդաղ ցրվել, մինչ լրագրողներն օգտվում էին առիթից, իրենց առաջին ուղիղ վերլուծություններն անելու լրատվական թողարկումների համար։ Մարինան մնաց նստած, դեռ տատիկի ձեռքը բռնած, հետելով, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները իր հորն ուղեկցում առանձին սենյակ։ Հենց այդ ընդմիջման ժամանակ էր, որ աղջկա մեջ ինչ-որ բան սկսեց խռովել։ Նա գաղտնիք ուներ, մի տեղեկություն, որը ոչ ոք կարող չէր համարել, բայց որը, նա գիտեր, կարող էր ողջությամբ փոխել այդ պատմության ընթացքը։ Վերջին ամիսների ընթացքում Մարինան մի քանի գիշեր անցկացրել էր հիվանդանոցում, կույր աղիքի վիրահատության բարդությունների պատճառով։ Եվ այդ գիշերներից մեկում, հունվարի 15-ից 16-ի լույս գիշերը, նրա հայրը ողջ գիշեր մնացել էր իր կողքին Էրեբունի բժշկական կենտրոնում։ Աղջիկը հիանալի հիշում էր այդ գիշերը, քանի որ դա իր կյանքի ամենավատ գիշերներից մեկն էր։ Ցավն անտանելի էր, նա աղաչել էր հորը, որ իրեն մենակ չթողնի։ Արմենը քնել էր նրա մահճակալի կողքի անհարմար բազկաթոռին, բռնելով նրա ձեռքը ամեն անգամ, երբ նա վախեցած արթնանում էր։ Գիշերային հերթապահ բուժքույրը, Նունե անունով մի բարեհամբույր կին, մի քանի անգամ նշել էր, թե որքան հուզիչ է տեսնել այդքան նվիրված հոր։
Այն, ինչ Մարինան չէր հասկանում, այն էր, թե ինչու այդ տեղեկությունը հաշվի չէր առնվում դատավարության ժամանակ։ Ի վերջո, եթե հայրը իր հետ էր հիվանդանոցում հունվարի 15-ից 16-ի լույս գիշերը, ինչպես կարող էր նա կատարել այն փոխանցումները, որոնք դատախազի պնդմամբ տեղի էին ունեցել հենց այդ օր ժամին։ Երբ նիստը վերսկսվեց ժամը 2-ին, դահլիճն էլ ավելի մարդաշատ էր։ Գործի արձագանքը տարածվել էր սոցիալական ցանցերով, շատ մարդիկ շուտ էին դուրս եկել աշխատանքից, հետելու պատմական լինել խոստացող դատավարության զարգացմանը։ Մարինան վերադարձավ իր տեղը տատիկի կողքին, բայց այս անգամ նրա կեցվածքում ինչ-որ բան այլ էր։ Նա այլս պարզապես չէր դիտում, նա պատրաստվում էր։ Դատախազ Ռուբենը վերսկսեց իր եզրափակիչ ճառը էլ ավելի մեծ եռանդով։ «Հարգելի երդվյալ ատենակալներ», ասաց նա, դանդաղ քայլելով երդվյալ ատենակալների նստարանի առջև, մենք գործ ունենք մի դեպքի հետ, որը կփորձի մեր ունակությունը, արդարադատությունը գերադասելու զգացմունքային մանիպուլյացիայից։ Կարևոր չէ, թե որքան համակրելի կարող է թվալ ամբաստանյալը, կարևոր չէ, թե քանի արցունք կթափվի այս դահլիճում, կարևոր են փաստերը։ Եվ փաստերը բյուրեղի պես պարզ են։ Արմեն Սահակյանը յուրացրել է 500 միլիոն դրամը Արարատ Կապիտալ-ի ներդրողներից, օգտագործելով իր տեխնիկական գիտելիքները ընկերությունում իր արտոնյալ դիրքը։ Մինչ դատախազը խոսում էր, Մարինան աճող անհանգստություն էր զգում։ Նա նայում էր հորը, ով գլուխը կախ էր պահում, ակնհայտորեն հաշտված իր ճակատագրի հետ։ Նայում էր իր փաստաբանին, ով առանց մեծ խանդավառության թերթում էր թղթերը։ Նայում էր դատավորին, ով անսասան նստած էր իր անվասայլակին, մարմարե արձանի պես, որը դիտում էր ամեն ինչ, առանց որևէ հույս արտահայտելու։ Հենց այդ պահին նրա մեջ ինչ-որ բան պարզապես պայթեց։ Մարինան իր տեղից ոտքի կանգնեց այնպիսի վճռականությամբ, որ զարմացրեց նույնիսկ ինքն իրեն։ Նրա ձայնը, պարզ հաստատուն 10 տարեկան երեխայի համար, կտրեց դահլիճի հանդիսավոր օդը սուր շեղբի պես։ «Պարոն դատավոր», բղավեց նա, ստիպելով բոլոր գլուխներին շրջվել իր ուղղությամբ։ «Դուք սխալվում եք։ Հայրս այդպիսի բան չի արել»։ Ողջ դահլիճը բացարձակ շոկի մեջ էր։ Զարմանքի վրդովմունքի տրտունջներ սկսեցին տարածվել ներկաների շրջանում, մինչ դատարա։ Մի անվտանգության աշխատակիցները նայում էին դատավորին, սպասելով հրահանգների, թե ինչպես վարվել այս աննախադեպ իրավիճակում։ Դատախազ Ռուբենը կանգ առավ իր ելույթի կեսին, բերանը բաց, չիմանալով ինչպես արձագանքել ընդհատմանը։ Դատավոր Հենրիկը իր հերթին նայեց աղջկան մի արտահայտությամբ, որում խառնված էին զայրույթն ու զարմանքը։ «Աղջիկ», ասաց նա զուսպ, բայց հաստատուն ձայնով, «դու չես կարող այսպես ընդհատել դատական նիստը։ Խնդրում եմ, նստիր լուռ մնա, հակառակ դեպքում ստիպված կլինեմ պահանջել քեզ դահլիճից դուրս հանել»։ Բայց Մարինան չվախեցավ։ Ընդհակառակը, մի քայլ առաջ արեց, դուրս գալով իր շարքից քայլելով դեպի դահլիճի կենտրոն։ Նրա ձայնն էլ ավելի բարձր պարզ հնչեց, երբ նա պատասխանեց. «Դուք ասացիք, որ ուզում եք լսել ճշմարտությունը, այդպես չէ՞։ Դե ուրեմն, ես գիտեմ ճշմարտությունը։ Հայրս ինձ հետ էր հիվանդանոցում այն գիշեր, որի մասին դուք խոսում եք։ Նա չէր կարող գումար գողանալ, որովհետև ինձ էր խնամում»։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Նույնիսկ դրսի մեքենաների աղմուկը կամ օդորակիչի բզզոցը չէին կարող խախտել այն լարվածությունը, որը տիրել էր այդ դահլիճում։ Դատավոր Հենրիկը մի փոքր առաջ թեքվեց, դիտելով աղջկան այնպիսի ուշադրությամբ, որը տարիներ շարունակ չէր ցուցաբերել իր առջ հայտնված որևէ մեկի նկատմամբ։ Մարինան օգտվեց բացարձակ ուշադրության այդ պահից, շարունակելու համար. «Եվ ավելին, պարոն դատավոր, եթե դուք ազատ արձակեք հորս, ես կստիպեմ, որ դուք նորից քայլեք»։ Այս պնդումը ռումբի պես ընկավ բոլոր ներկաների վրա։ Նյարդային քրքիջներ սկսեցին արձագանքել դահլիճի որոշ անկյուններից, մինչ մյուսները շշնջում էին մեկնաբանություններ մանկական անմեղության միամտության մասին։ Դատախազ Ռուբենը արամարանքով գլուխը թափ տվեց, ինչպես մեկը, ով դիտում է երեխայի անհարմար քմահաճույքը։ Բայց դատավոր Հենրիկը չծիծաղեց։ Այդ երեխայի հայացքում, նրա ձայնի բացարձակ համոզվածության մեջ, այն անհավատալի քաջության մեջ, որ նա ցուցաբերում էր, մարտահրավեր նետելով մի ամբողջ դատական համակարգի, ինչ-որ բան դիպել էր նրան այնպես, որ նա չէր կարող բացատրել։ 7 տարվա մեջ առաջին անգամ, իր կյանքը ընդմիշտ փոխած դժբախտ պատահարից հետո, նա այլ բան զգաց։ Դա ցավ չէր, անհարմարություն չէր, դա մի բան էր, որի գոյությունը նա մոռացել էր։ Ոտքերում գրեթե աննկատելի ծակծկոցի զգացում։
Ծակծկոցը, որ դատավոր Հենրիկ Մանուկյանը զգաց ոտքերում, տեց ընդամենը մի քանի վայրկյան, բայց դա բավական էր, սասանելու զգացմունքային վերահսկողության այն ողջ կառույցը, որը նա կառուցել էր 7 տարվա ընթացքում։ Նա մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել, մինչ դիտում էր աղջկան, որը կանգնած էր մնացել դահլիճի կենտրոնում, ձեռքերը խաչած այնպիսի վճռականությամբ, որը մարտահրավեր էր նետում ցանկացած մեծահասակի տրամաբանությանը։ Դահլիճը շարունակում էր խառնաշփոթի մեջ լինել։ Որոշ հանդիսատեսներ բացահայտ ծիծաղում էին երեխայի միամիտ պնդման վրա, դատավորին նորից քայլել ստիպելու մասին, մինչ մյուսները շշնջում էին մեկնաբանություններ ժամանակակից երեխաների դաստիարակության հարգանքի պակասի մասին։ Լրագրողները իրենց հերթին գտել էին դատավարության ամենադրամատիկ պահը, նրանց տեսախցիկները հերթով կենտրոնանում էին Մարինայի դատավորի տարակուսած արտահայտության վրա։ Դոկտոր Մանուկյան, ասաց դատախազ Ռուբենը, ուշքի գալով սկզբնական շոկից ընդու։ Նելով հովանավորչական տոն, խնդրում եմ դատարանին ամբողջությամբ անտեսել այս մանկական ընդհատումը, կենտրոնանալ ներկայացված կոնկրետ ապացույցների վրա։ Հասկանալի է, որ երեխան ցանկանում է պաշտպանել հորը, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ զգացմունքներն ու մանկական երակայությունները աղտոտեն լուրջ դատական գործընթացը։ Բայց դատավոր Հենրիկը ձեռքը բարձրացրեց, լռություն պահանջելով։ Այն ձև, որով Մարինան խոսել էր, նրա ձայնի բացարձակ համոզվածությունը, խորապես հետաքրքրում էին նրան։ Իր 23 տարվա կարիերայի ընթացքում նա ականատես էր եղել զգացմունքային մանիպուլյացիայի բոլոր տեսակներին, բեմադրված արդյունքներից մինչ թատերական ուշագնացություններ, բայց երբեք չէր տեսել, որ երեխան այդպիսի վստահություն ցուցաբերի կոնկրետ փաստերի վերաբերյալ։ Աղջիկ, ասաց նա մի փոքր առաջ թեքվելով, դու պնդում ես, որ հայրդ քեզ հետ էր հիվանդանոցում հունվարի 15-ից 16-ի լույս գիշերը։ Դու բացարձակապես վստահ ես այդ ամսաթվի վրա։ Մարինան եռանդուն գլխով արեց։ Այո, պարոն դատավոր։ Դա այն գիշերն էր, երբ ես շատ ցավեր ունեի կույր աղիքի վիրահատությունից հետո։ Հայրս քնեց իմ մահճակալի կողքի բազկաթոռին, Էրեբունի բժշկական կենտրոնում, որովհետև ես խնդրեցի, որ ինձ մենակ չթողնի։ Բուժքույրն ունեն նույնիսկ նշեց, որ հիանալի է տեսնել այդքան նվիրված հոր։ Փաստաբան Պողոս Մելիքյանը, ով մինչ այդ հաշտվել էր մոտալուտ պարտության հետ, զգաց, թե ինչպես է հույսի կայծը վառվում իր սրտում։ Նա մակերեսորեն ուսումնասիրել էր Արմենի անձնական կյանքը, բայց չէր խորացել ընտանիքի բժշկական մանրամասների մեջ։ Այժմ, առաջին անգամ ողջ գործընթացի ընթացքում, տեսնում էր պաշտպանության իրական հնարավորություն։ Մեծարգո դատավոր, ասաց Պողոսը, արագ ոտքի կանգնելով, խնդրում եմ ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանանք ստուգել անչափահասի նշած հիվանդանոցային գրառումները։ Եթե տեղեկությունները ճիշտ լինեն, դա ամբողջությամբ կփոխի մեղադրանքների համատեքստը։ Դատախազ Ռուբենը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր ողնաշարով։ Գործի ողջ կառուցման ընթացքում նա կենտրոնացել էր բացառապես թվային ապացույցների վրա, համարելով դրանք անհերքելի։ Այն հնարավորությունը, որ ամբաստանյալը կարող էր հանցագործությունների գիշերը հիմնավոր ալիբի ունենալ, երբեք չէր դիտարկվել, այժմ նա հայտնվել էր մի իրավիճակում, որը կարող էր վտանգել իր ողջ փաստարկումը։ Մեծարգո դատավոր, բողոքեց Ռուբենը, անթույլատրելի է, որ մենք փոխենք դատավարության ընթացքը, հիմնվելով 10 տարեկան երեխայի խոսքերի վրա։ Ներկայացված տեխնիկական ապացույցները կատեգորիկ չեն կարող կասկածի տակ դրվել անհիմն պնդումներով։ Բայց դատավոր Հենրիկը զգում էր մի բան, որը վաղուց չէր զգացել, անկեղծ հետաքրքրություն։ Այդ երեխան նրա մեջ արթնացրել էր ավելի խորը հետաքննելու, չբավարարվելու միայն իրեն ներկայացված մակերեսային ապացույցներով։ Կարծես մի ներքին ձայն, որը վաղուց լռեցվել էր, սկսել էր շշնջալ նրա ականջներին։ Դոկտոր Սարգսյան, ասաց Հենրիկը հաստատուն ձայնով, իմ դատավորական գործունեության բոլոր տարիների ընթացքում ես սովորել եմ, որ իսկական արդարադատությունը պահանջում է, որ մենք հետաքննենք բոլոր հնարավորությունները, որքան էլ դրանք անհավանական թվան։ Եթե գոյություն ունի հնարավորություն, որ ամբաստանյալը հանցագործությունների գիշերը ալիբի ունի, մեր պարտքն է ստուգել այդ տեղեկությունը։ Մարինան ժպտաց առաջին անգամ դատավարության սկզբից ի վեր։ Նա գիտեր, որ ինչ-որ կարևոր բանի է հասել, թե լիովին չէր հասկանում տեղի ունեցողի իրավական հետանքները։ Նրա տատիկը, Շուշանը, ամուր սեղմեց նրա ձեռքը, կամացուկ շնորհակալական աղոթք մրմնջալով։ Արմենը, ով ողջ քննարկման ընթացքում լուռ էր մնացել, ժամեր անց առաջին անգամ աչքերը բարձրացրեց։ Հույսը, որ տեսնում էր դստեր դեմքին, միաժամանակ մխիթարական էր տանջալի։
Նա գիտեր, որ Մարինան ճշմարտությունն էր ասում հիվանդանոցի այդ գիշերվա մասին, բայց վախենում էր, որ նույնիսկ այդ դեպքում թվային ապացույցները ավելի համոզիչ կհամարվեն, քան երեխայի խոսքը։ Դատավորը հրամայեց 2 ժամ ընդմիջում հիվանդանոցային գրառումները պահանջելու վերլուծելու համար։ Դահլիճը սկսեց դանդաղ դատարկվել, բայց շատ հանդիսատեսներ նախընտրեցին մնալ դատարանում, զգալով, որ ականատես են լինում ինչ-որ պատմական բանի։ Լրագրողներն օգտվեցին ընդմիջումից ուղիղ եթերում վերլուծություններ անելու, շահարկելով գործի հնար։ Ավոր զարգացումները։ Մարինային տատիկն ուղեկցեց մի առանձին սենյակ, որտեղ նրանք կարողացան առանձին զրուցել։ Շուշան տատիկը, մի կրոնասեր կին, ով միայնակ էր մեծացրել Արմենին այն բանից հետո, երբ ամուսինը մահացել էր աշխատանքային դժբախտ պատահարից, բռնել էր թոռնուհու ձեռքերը, փորձելով լիովին հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Իմ աղջիկ, ասաց Շուշանը մեղմ ձայնով, դու բացարձակապես վստահ ես, որ հայրդ քեզ հետ էր հիվանդանոցում այդ գիշեր։ Սա շատ կարևոր է, մենք չենք կարող որևէ սխալ թույլ տալ։ Մարինան համոզված գլխով արեց։ Տատիկ, ես ամեն ինչ հիշում եմ։ Հայրիկը հիվանդանոց եկավ երեկոյան ժամը 7-ին դուրս եկավ միայն հաջորդ առավոտ, երբ բժշկուհի Աննան եկավ ինձ զննելու։ Նա քնեց բազկաթոռին, բռնեց իմ ձեռքը, երբ ես մղձավանջներ էի տեսնում, նույնիսկ օգնեց բուժքույրն ունեին փոխել իմ կաթիլայինը, երբ թիսերակը խցանվել էր։ Մինույն ժամանակ իր աշխատասենյակում դատավոր Հենրիկը զգում էր ֆիզիկական զգացողություններ, որոնք 7 տարի չէր զգացել։ Ոտքերի ծակծկոցը վերադարձել էր, այս անգամ ավելի ուժեղ, ուղեկցվել ով մեջքով բարձրացող ջերմության տարօրինակ զգացումով։ Նա փորձեց շարժել կոշիկների մեջի ոտքի մատները, իր բացարձակ զարմանք, զգաց գրեթե աննկատելի արձագանք։ Հենրիկը ընտելացել էր անդամալուծությանը որպես վերջնական դատավճռի։ Բժիշկները հստակ էին եղել ողնուղեղի վնասվածքների աստիճանի մասին 7 տարի առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո։ Դա վերականգնման հույս չունեցող դեպք էր, նա սովորել էր ապրել այդ իրականության հետ, իր ողջ էներգիան ուղղելով աշխատանքին, զարգացնելով զգացմունքային սառնություն, որը պաշտպանում էր նրան ցանկացած տեսակի խոցելիությունից։ Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել սեպտեմբերի մի անձրոտ գիշեր, երբ Հենրիկը տուն էր վերադառնում դատարանում անցկացրած հատկապես դժվար օրվանից հետո։ Նա հետաքննում էր կոռուպցիայի մի բարդ գործ, որում ներգրավված էին ազդեցիկ գործարարներ, նախորդ շաբաթների ընթացքում մի քանի քողարկված սպառնալիքներ էր ստացել։ Այդ ժամանակ մի բեռնատար բախվել էր նրա մեքենային վատ նշանավորված շրջադարձում, պատճառելով վնասվածքներ, որոնք նրան պարապլեգիկ էին դարձրել։ Ոստիկանություն Նգործը փակել էր որպես դժբախտ պատահար, Հենրիկը վերականգնման հարմարվողականության երկար ամիսների ընթացքում ընտրել էր հավատալ այդ վարկածին։ Ավելի հեշտ էր ընդունել, որ դժբախտության զոհ էր դարձել, քան դիմակայել այն հնարավորությանը, որ ինչ-որ մեկը փորձել էր ընդմիշտ լռեցնել իրեն։ Ժամանակի ընթացքում նա մտովի արխիվացրել էր ոչ միայն դժբախտ պատահարի վերաբերյալ իր կասկածները, այլ իր գիրքը իսկական արդարադատության նկատմամբ։ Այժմ, դիտելով այդ քաջ աղջկան, որը մարտահրավեր էր նետել մի ամբողջ համակարգի, ճշմարտությունը պաշտպանելու համար, Հենրիկը զգում էր, կարծես իր մեջ ինչ-որ բան արթնանում է։ Կարծես Մարինան բացել էր մի դուռ, որը նա վաղուց կողպել էր, թույլ տալով լույսին նորից ներս մտնել իր հոգի։ 2 ժամ անց, երբ նիստը վերսկսվեց, դահլիճի մթնոլորտը բոլորովին այլ էր։ Դատարանի գրագիրը կարողացել էր ուղիղ կապ հաստատել Էրեբունի բժշկական կենտրոնի հետ, իր մոտ ուներ Մարինա Սահակյանի հունվար ամսվա բժշկական գրառումները։ Բացի այդ, բուժքույր Նունե Ֆերեյրան, ով աշխատել էր հունվարի 15-ից 16-ի լույսկը Իշերվա հերթափոխին, գտնվել էր ճանապարհին էր դեպի դատարան, ցուցմունք տալու համար։ Դատավոր Հենրիկը վերադարձավ իր տեղը տեսանելիորեն այլ կեցվածքով։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, որն առավոտյան նիստին չկար, մի ուժգնություն, որը ստիպում էր ներկաներին բնազդաբար ուղղվել իրենց տեղերում։ Դատախազ Ռուբենը իր հերթին տեսանելիորեն նյարդային էր թվում, անընդհատ վերադասավորելով իր թղթերը թաշկինակով սրբելով ճակատի քրտինքը։ Տիկնայք պարոնայք, հայտարարեց դատավորը, հիվանդանոցային գրառումները ստուգվել են, հաստատում են, որ ամբաստանյալ Արմեն Սահակյանը մնացել է Էրեբունի բժշկական կենտրոնում հունվարի 15-ի ժամը 19:30-ից մինչ հունվարի 16-ի ժամը 8:15, ուղեկցելով իր անչափահաս դստերը գույր աղիքի բարդացած վիրահատության հետվիրահատական շրջանում։ Զարմանքի տրտունջ անցավ դահլիճով։ Մարինան լայն ժպտաց, մինչ Արմենը զգում էր, թե ինչպես են արցունքները հոսում իր այտերով։ Փաստաբան Պողոս Մելիքյանը փորձում էր պահպանել մասնագիտական զսպվածությունը, բայց նրա արտահայտության մեջ տեսան է
Լի էր թեթացումը։ Դատավորը շարունակեց. Բացի այդ, գիշերային հերթափոխի պատասխանատու բուժքույրը մի քանի րոպեից այստեղ կլինի, անձամբ հաստատելու ամբաստանյալի ներկայությունը ողջ այն ժամանակահատվածում, երբ ենթադրաբար տեղի են ունեցել խարդախ ֆինանսական գործարքները։ Դատախազ Ռուբենը կտրուկ ոտքի կանգնեց, դեմքը տեսանելիորեն փոխված։ Մեծարգո դատավոր, բողոքեց նա դողացող ձայնով, նույնիսկ եթե ամբաստանյալը ֆիզիկապես ներկա է եղել հիվանդանոցում, դա չի բացառում հնարավորությունը, որ նա օգտագործել է շարժական սարքեր կամ այլ տեխնոլոգիական գործարքները հեռակա կատարելու համար։ Բայց դատավոր Հենրիկը զգում էր մտքի պարզություն, որը վաղուց չէր զգացել։ Դոկտոր Սարգսյան, պատասխանեց նա հաստատակամորեն, մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները հատուկ նշում էին, որ գործարքները կատարվել են ամբաստանյալի աշխատանքային տերմինալի միջոցով, որը ֆիզիկապես գտնվում էր Արարատ Կապիտալ-ի տարածքում։ Եթե պարոն Սահակյանը ողջ ժամանակահատվածում հիվանդանոցում է եղել, անհնար է դառնում, որ նա օգտագործած լինի այդ տերմինալը։ Այդ պահին դահլիճի դուռը բացվեց։ Ներս մտավ մոտ 50 տարեկան, հիվանդանոցային համազգեստով մի սամորթ կին։ Դա Նունե Ֆերեյրան էր, բուժքույրը, ով խնամել էր Մարինային այդ վճռորոշ գիշերը։ Նա քայլում էր այն մարդու արժանապատվությամբ, ով ավելի քան 20 տարի կյանք էր նվիրել ուրիշներին խնամելուն, նրա աչքերը ցույց էին տալիս այն մարդու բնական բարությունը, ով ընտրել էր կարեկցանքի վրա հիմնված մասնագիտություն։ Երբ Նունեն տեսավ Մարինային հանդիսատեսի շարքերում, նրա դեմքը լուսավորվեց մայրական ժպիտով։ Աղջիկը ամաչկոտ թափահարեց ձեռքը, հիշելով այդ կնոջ բարությունը, որը դժվար գիշերը մի փոքր ավելի տանելի էր դարձրել։ Բուժքրոջն ուղեկցեցին այն տեղը, որտեղ նա պետք է ցուցմունք տար, դատավոր Հենրիկը ողջունեց նրան այնպիսի քաղաքավարությամբ, որը զարմացրեց բոլոր ներկաներին։ Տիկին Նունե, ասաց նա, դուք հիշո՞ւմ եք հունվարի 15-ից 16-ի լույս գիշերը, երբ խնամում էիք հիվանդ Մարինա Սահակյանին։ Հիշում եմ, պարոն դատավոր, պատասխանեց Նունեն պարզ վստահ ձայնով։ Դա մի գիշեր էր, որը շատ տպավորվեց, որովհետև հազվադեպ ենք տեսնում այդքան նվիրված հոր։ Պարոն Արմենը մի րոպե անգամ չհեռացավ դստեր կողքից։ Երբ աղջիկը մղձավանջներ էր տեսնում կամ ցավ էր զգում, նա միշտ այնտեղ էր, նրան հանգստացնելու համար։ Նույնիսկ առաջարկեց օգնել, երբ ես պետք է փոխեի նրա կաթիլայինը, որովհետև երակի հետ խնդիրներ կային։ Դատախազ Ռուբենը զգում էր, որ գործն ամբողջությամբ դուրս է գալիս իր վերահսկողությունից։ Ամիսներ շարունակ նա կառուցել էր իր ողջ փաստարկումը, հիմնվելով թվային ապացույցների անսխալականության վրա, այժմ հայտնվել էր վկաների առջ, որոնք ամբողջությամբ հակասում էին իր տեսությանը։ Բայց նա պատրաստ չէր հեշտությամբ հանձնվել։ Տիկին Նունե, ասաց Ռուբենը ոտքի կանգնելով մի տոնով, որը փորձում էր ահաբեկիչ լինել, դուք բացարձակապես վստահ եք, որ ամբաստանյալը գիշերվա ընթացքում մի քանի րոպեով անգամ սենյակից դուրս չի եկել։ Հնարավոր չէ, որ նա կարճ ժամանակով բացակայել է, մինչ երեխան քնած էր։ Նունեն նայեց դատախազին այն մարդու համբերությամբ, ով իր կարիերայի ընթացքում շատ դժվար մարդկանց հետ էր գործ ունեցել։ Դոկտոր, պատասխանեց նա հաստատակամորեն։ Ես 22 տարի աշխատում եմ հիվանդանոցներում, իմ աշխատանքն է դիտել այն ամենը, ինչ տեղի է ունենում իմ հիվանդների հետ։ Կարող եմ երաշխավորել, որ այդ հայրը դստեր կողքից չի հեռացել նույնիսկ մի բաժակ սուրճ խմելու համար։ Ընդ որում, ես ինքս եմ նրա համար սուրճ տարել գիշերվա ընթացքում, որովհետև նա հրաժարվեց սենյակից դուրս գալ։ Այդ պահին դատավոր Հենրիկը նորից զգաց ոտքերի ծակծկոցը, ավելի ուժեղ, քան նախկինում։ Այս անգամ զգացողությանն ուղեկցում էր մի տեսակ ջերմություն, որը տարածվում էր ողջ մարմնով, կարծես յուրաքանչյուր բջիջ արթնանում էր երկար քնից։ Նա փորձեց զգուշորեն շարժել ոտքի մատները, զգաց ավելի հստակ արձագանք, գրեթե աննկատելի մի շարժում, որը լցրեց նրան մի հույսով, որի գոյությունը նա մոռացել էր։ Բուժքույրը շարունակեց իր ցուցմունքը, մանրամասն նկարագրելով, թե ինչպես էր Արմենը արթուն մնացել գիշերվա մեծ մասը, կամացուկ զրուցելով Մարինայի հետ ամեն անգամ, երբ նա արթնանում էր, օգնելով բժշկական ընթացակարգերին ցուցաբերելով մի նվիրվածություն, որը հուզել էր հիվանդանոցի ողջ անձնակազմին։ Դատավոր Հեն Լիկը ուշադիր հետում էր Նունեի յուրաքանչյուր բառին, յուրաքանչյուր ժեստին, յուրաքանչյուր արտահայտությանը։ Նրա մեջ կար մի իսկություն, որը կտրուկ հակադրվում էր դատախազի հաշվարկված ներկայացմանը։ Դա տարբերությունն էր մեկի մեջ, ով ապրել էր իրական փորձառություն, մեկի, ով փորձում էր կառուցել պատմություն, հիմնված միայն սառը տվյալների վրա։ Երբ ցուցմունքն ավարտվեց, դահլիճում տիրած լռությունը ծանր էր նշանակությամբ։
Բոլոր ներկաները հասկանում էին, որ նրանք հենց նոր ականատես էին եղել մի շրջադարձի, որը ամբողջությամբ կփոխեր դատավարության ընթացքը։ Մարինան ամուր բռնել էր տատիկի ձեռքը, զգալով, որ կարողացել է ճշմարտությունը հաղթանակի հասցնել, թե դեռ լիովին չէր հասկանում տեղի ունեցողի բոլոր իրավական հետանքները։ Դատավոր Հենրիկը հայտարարեց նոր ընդմիջում, այս անգամ, որպեսզի կարողանա ուշադիր վերլուծել բոլոր ապացույցները, նոր տեղեկությունների լույսի ներքո։ Բայց երբ պատրաստվում էր դուրս գալ դահլիճից, մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Նա փորձեց շարժել անվասայլակը, բնազդաբար, ուժ տվեց ոտքերով։ Իր բացարձակ արմանք զգաց, որ մկանները թեթակի արձագանքում են, կարծես հիշելով վաղուց մոռացված գործառույթը։ Դատավորը քողարկեց իր զարմանքը, բայց ներսում ապրում էր հույզերի մի փոթորիկ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Կարծես այդ աղջկա քաջությունը, նրա անսասան հավատը ճշմարտության հանդեպ, ինչ-որ կերպ վարակել էր իր ողջ էությունը արթնացնում էր ուժեր, որոնք նա համարում էր ընդմիշտ կորսված։ Երբ դատավոր Հենրիկ Մանուկյանը հասավ իր աշխատասենյակ օրվա երկրորդ ընդմիջումից հետո, նա այլևս չէր կարող անտեսել իր մարմնում տեղի ունեցող ֆիզիկական զգացողությունները։ Ծակծկոցն ուժեղացել էր, այժմ տարածվում էր ողջ գոտկատեղով, ստեղծելով կյանքի զգացում, որը նա լիովին մոռացել էր։ 7 տարվա մեջ առաջին անգամ նա գիտակցաբար փորձեց լարել ազդրերի մկանները զգաց թույլ, բայց անհերքելի արձագանք։ Նստած իր անվասայլակին, միջավայրը գերիշխող կարմրափայտի գրասեղանի առջ, Հենրիկը նոր ուշադրությամբ բացեց գործի նյութերը։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա սովորություն էր դարձրել ընդունել կողմերի ներկայացրած ապացույցները, վստահելով իր դատարանում հայտնված դատախազների փաստաբանների իրավասությանն ու ազնվությանը։ Բայց այժմ, տարիներ շարունակ չզգացած հետաքրքրասիրությունից մղված, սկսեց ուսումնասիրել յուրաքանչյուր փաստաթուղթ քննիչի հայացքով։ Այն, ինչ նա հայտնաբերեց, խորապես անհանգստացրեց նրան։ Թվային ապացույցները, թե տեխնիկապես ճիշտ, ունեին ժամանակային բացեր, որոնք պատշաճ կերպով չէին բացատրվել։ Մուտքի գրանցամատյանները ցույց էին տալիս ակտիվություն Արմենի տերմինալում հունվարի 15-ից 16-ի լույս գիշերը, բայց Արարատ Կապիտալ Իշենք մուտքի կամ ելքի գրառումներ չկային։ Ինչպես կարող էր որևէ մեկն օգտագործել տերմինալ, առանց նախապես ֆիզիկապես շենք մտնելու։ Հենրիկը վերցրեց հեռախոսը, ուղիղ զանգահարեց ընկերության անվտանգության բաժին։ Մի քանի րոպե սպասելուց հետո նա կարողացավ խոսել անվտանգության պետի, Սակ անունով նախկին ոստիկանի հետ, ով ավելի քան 10 տարի աշխատում էր այդ շենքում։ Պարոն Սակ, ասաց Հենրիկը, ես դոկտոր Հենրիկ Մանուկյանն եմ, Արարատ Կապիտալ-ի գործով պատասխանատու դատավորը։ Ես պետք է հաստատեմ որոշ տեղեկություններ ատակիցների մուտքի գրառումների վերաբերյալ։ Կարող եք ստուգել, արդյոք կա աշխատակից Արմեն Սահակյանի մուտքի գրառում հունվարի 15-ից 16-ի լույս գիշերը։ Իհարկե, պարոն դատավոր, պատասխանեց Սակը պատրաստակամորեն։ Մի րոպե, կստուգեմ համակարգում։ Մի քանի րոպե լռությունից հետո տղամարդու ձայնը վերադարձավ շփոթված տոնով։ Դոկտոր, սա շատ տարօրինակ է։ Այդ օրը պարոն Արմեն Սահակյանի մուտքի որևէ գրառում չկա։ Իրականում, նրա վերջին մուտքը եղել է 15-ի կեսօրին, երբ նա դուրս է եկել ժամը 17:20։ Այս բացահայտումը Հենրիկին հարվածեց որպես բռունցքի հարված ստամոքսին։ Եթե Արմենը աշխատանքից դուրս էր եկել ժամը 17:20, հիվանդանոցում էր ժամը 19:30-ին, ֆիզիկապես անհնար էր, որ նա վերադարձած լիներ շենք գիշերվա ընթացքում, խարդախ գործարքները կատարելու համար։ Ինչ-որ մեկն օգտագործել էր նրա հավատարմագրերը հեռակա կարգով, կամ, ավելի վատ, ինչ-որ մեկը կեղծել էր գրառումները, նրան մեղադրելու համար։ Հենրիկը զգաց, թե ինչպես է վրդովմունքի ալիքն անցնում իր ողջ մարմնով, կծվելով մի ֆիզիկական զգացողությամբ, որը զարմացրեց նրան։ Նրա որովայնի մկանները ակամա կծկվեցին, կարծես մարմինն արձագանքում էր իր հույզերի ուժգնությանը։ Կարծես անարդարության բացահայտումը բառացիորեն կյանք էր վերադարձնում իր մարմնի այն մասերին, որոնք տարիներ շարունակ թմրած էին մնացել։ Դատավորը որոշեց էլ ավելի խորը գնալ հետաքննության մեջ։ Նա խնդրեց գրագրին բերել դատախազ Ռուբենի կողմից ներկայացված բոլոր վկաների ցուցմունքները, ներառյալ նրանք, որոնք մերժվել էին նախնական փուլում։ Հենց այդ ժամանակ նա հայտնաբերեց մի բան, որը ստիպեց նրան կասկածի տակ դնել ոչ միայն այս գործը, այլ ողջ այն վստահությունը, որը նա դրել էր համակարգի վրա իր կարիերայի ընթացքում։ Մերժված ցուցմունքների թվում էր հենց բուժքույր Նունե Ֆերեյրայի ցուցմունքը։ Նրան լսել էին նախնական հետաքննության ընթացքում, նա հստակ նշել էր Արմենի ներկայությունը հիվանդանոցում ողջ գիշերվա ընթացքում։
Սակայն նրա ցուցմունքը արխիվացվել էր այն հիմնավորմամբ, որ այն առնչություն չունի գործի հետ։ Որոշումը կայացվել էր հենց դատախազ Ռուբենի կողմից, ով պնդել էր, որ Ամբաստանյալի ընտանիքի բժշկական հարցերը կապ չունեն են հետաքննվող ֆինանսական հանցագործությունների հետ։ Հենրիկը զգում էր, թե ինչպես է զայրույթն աճում իր մեջ, հրաբխի պես, որը պատրաստվում է ժայթքել։ Տարիներ շարունակ նա հպարտացել էր, որ նախագահում է մի դատարան, որտեղ արդարադատությունը գերակայում է ցանկացած անձնական շահից։ Բացահայտել, որ դատախազը միտումնավոր թաքցրել է ապացույցներ, որոնք կարող էին արդարացնել Ամբաստանյալին, վիրավորանք էր այն ամենի հանդեպ, ինչին նա հավատում էր։ Բայց սա դեռ ամենը չէր։ Նոր ուշադրությամբ ուսումնասիրելով գործի նյութերը, Հենրիկը հայտնաբերեց, որ այլ ցուցմունքներ սկեղծվել կամ պարզապես անտեսվել էին։ Արարատ կապիտալի մաքրուհին հայտնել էր, որ գիշերվա ընթացքում կասկածելի շարժ է տեսել վարչական հարկում, բայց նրա վկայությունը մերժվել էր, համարվելով քիչ հավաստի, իր ցածր կրթության պատճառով։ Համակարգչային տեխնիկը նշել էր համակարգի գրանցամատյաններում անկանոնություններ, բայց նրա դիտարկումները արխիվացվել էին որպես անհիմն տեխնիկական ենթադրություն։ Յուրաքանչյուր բացահայտում գլուխկոտրուկի մի կտորի պես էր, որը բացահայտում էր ելի ու ավելի անհանգստացնող պատկեր։ Հենրիկը սկսեց գիտակցել, որ գործ ունի ոչ թե դատավարական անպութության առանձին դեպքի, այլ համակարգված մանիպուլյացիայի հետ, որը նպատակ ուներ ապահովել Արմենի դատապարտումը, անկախ նրա իրական մեղքից։ Մինույն ժամանակ դատարանի սպասասրահում Մարինան զրուցում էր տատիկի հետ օրվա իրադարձությունների մասին։ Աղջիկը, չնայած իր փոքր տարիքին, սուր ընկալում ուներ այն ամենի, ինչ կատարվում էր իր շուրջը։ Նա նկատել էր, թե ինչպես էր դատախազը նյարդայնացել իր ցուցմունքից հետո, ինչպես էին դողում նրա ձեռքերը, երբ նա վերադասավորում էր թղթերը, ինչպես էր նրա ձայնը կորցրել սկզբնական վստահությունը։ Տատիկ, ասաց Մարինան, քաշելով Շուշան տատիկի զգեստի թքը, այն մուգ կոստյումով մարդը ճշմարտությունը չի ասում հայրիկի մասին, այդպես չէ։ Շուշանը նայեց թոռնուհուն հպարտության անհանգստության խառնուրդով։ Իր փոքրիկը ցուցաբերել էր արտասովոր քաջություն, բայց նա վախենում էր հզոր մարդկանց մարտահրավեր նետելու հետանքներից։ Իմ աղջիկ, պատասխանեց նա զգուշորեն, երբեմն մեծահասակները սխալ են։ Եր են գործում, նույնիսկ երբ հավատում են, որ ճիշտ բան են անում։ Կարևորն այն է, որ ճշմարտությունը միշտ ի վերջո բացահայտվում է։ Բայց Մարինան չէր բավարարվում անորոշ պատասխաններով։ Նա մեծացել էր, լսելով ընտանիքի մեծահասակների միջ շուկով զրույցները, որսալով տեղեկատվության կտորներ, որոնք մեծերը կարծում էին, թե նա չի հասկանում։ Նա գիտեր, որ հորը մեղադրում են գումար գողանալու մեջ, գիտեր, որ որոշ շատ կարևոր մարդիկ ուզում են նրան բանտում տեսնել, գիտեր, որ այս ողջ գործընթացում ինչ-որ բան այն չէ։ Վերադառնալով աշխատասենյակ, Հենրիկը որոշեց անել մի բան, որը տարիներ շարունակ չէր արել, անձամբ հետաքննել դատախազ Ռուբեն Սարգսյանի անցյալը։ Այն, ինչ նա հայտնաբերեց, նրան էլ ավելի անհանգստացրեց։ Ռուբենը իր կարիերան կառուցել էր բարձր հնչեղություն ունեցող գործերում տպավորիչ դատապարտումների շարքի վրա, որոնք միշտ ներառում էին ամբաստանյալների, ովքեր ինչ-որ կերպ մարտահրավեր էին նետում ազդեցիկ գործարարների կամ հզոր քաղաքական գործիչների շահերին։ 5 տարի առաջ Ռուբենը հասել էր մի հետաքննող լրագրողի դատապարտմանը, ով պատրաստվում էր հրապարակել հոդված պետական պայմանագրերում կոռուպցիայի մասին։ 3 տարի առաջ նա հասել էր մի հաշվապահի բանտարկությանը, ով հայտնաբերել էր հարկային անկանոնություններ քաղաքական կապեր ունեցող շինարարական ընկերությունում։ Եվ այժմ Արմեն Սահակյանը, համակարգերի վերլուծաբան, ով գուցե չափազանց շատ բան գիտեր Արարատ Կապիտալ-ի կասկածելի ֆինանսական գործարքների մասին։ Օրինաչափությունը չափազանց պարզ էր, զուգադիպություն լինելու համար։ Հենրիկը զգում էր, կարծես արթնանում է խորը քնից բացահայտում, որ իր շուրջը աշխարհը վերածվել է մանրակրկիտ մշակված խաբեության։ Յուրաքանչյուր գործ, որը Ռուբենը հաղթել էր, պոտենցիալ ներկայացնում էր մի անմեղ մարդու, ով զոհաբերվել էր, մութ շահերը պաշտպանելու համար։ Հենց այդ ժամանակ Հենրիկը հիշեց իր սեփական անցյալը, մի ժամանակ, երբ նա նույնպես հետաքննում էր կոռուպցիոն գործեր այն մարդու գրքով, ով հավատում էր, որ կարող է փոփոխություն բերել։ 7 տարի առաջ, իր դժբախտ պատահարից քիչ առաջ, նա հետաքննություն էր վարում մի բարդ սխեմայի շուրջ, որը ներառում էր պետական պայմանագրերից յուրացումներ, կեղծ ընկերությունների միջոցով փողերի լվացում, քաղաքական ու գործարար շրջանակների նշանավոր դեմքերի մասնակցություն։ Այն ժամանակ Հենրիկը մի քանի քողարկված սպառնալիքներ էր ստացել։
Անանուն հեռախոսազանգեր կեսգիշերին, մեքենաներ, որոնք հետում էին նրան, երբ նա դուրս էր գալիս դատարանից, հաղորդագրություններ, թողնված նրա ինքնապատասխանիչի վրա, որոնք առաջարկում էին կենտրոնանալ ավելի քիչ բարդ գործերի վրա։ Նա հայտնել էր ահաբեկումների մասին ոստիկանությանը, բայց հետաքննությունները միշտ բախվում էին բյուրոկրատական խոչընդոտների կամ կոնկրետ ապացույցների բացակայության։ Եվ հետո եկավ դժբախտ պատահարը։ Բախում վատ նշանավորված շրջադարձում սեպտեմբերի մի անձրոտ գիշեր։ Տեխնիկական եզրակացությունը մատնանշում էր իրեն հարվածած բեռնատարի մեխանիկական անսարքությունը, վարորդը, գյուղից մի հասարակ մարդ, երդվում էր, որ իր արգելակները հանկարծակի խափանվել էին։ Գործը փակվեց որպես դժբախտ պատահար, Հենրիկը վերականգնման անվասայլակին կյանքին հարմարվելու երկար ամիսների ընթացքում ընտրել էր հավատալ այդ վարկածին։ Այժմ, դիտելով այն համակարգվածը, որով Ռուբենը մանիպուլյացիա էր ենթարկում գործերը, հզոր շահերը պաշտպանելու համար, Հենրիկը սկսեց կասկածել, թե արդյոք իր դժբախտ պատահարն իսկապես ուգադիպություն էր։ Ֆիզիկական զգացողությունները, որոնք նա զգում էր, կարծես ուղղակիորեն կապված էին այս բացահայտման հետ, կարծես նրա մարմինն արձագանքում էր այն ճշմարտության բացահայտմանը, որը նա ճնշել էր տարիներ շարունակ։ Հենրիկը նորից փորձեց շարժել ոտքերը, այս անգամ ավելի ուժեղ արձագանք զգաց։ Դա դեռ բավարար չէր ոտքի կանգնելու կամ քայլելու համար, բայց անհերքելի առաջընթաց էր։ Կարծես անարդարության մասին յուրաքանչյուր բացահայտում բառացիորեն կյանք էր վերադարձնում իր մարմնի անշարժ մնացած մասերին։ Դատավորը որոշեց կատարել մի զանգ, որը տարիներ շարունակ չէր արել։ Անձնական արխիվներում փնտրեց դաշնային քննիչ Ռոբերտ Մինասյանի հեռախոսահամարը, մի ազնիվ մարդու, ով նրա հետ աշխատել էր այն հետաքննության վրա, որն ընդհատվել էր դժբախտ պատահարով։ Ռոբերտը այն սակավաթիվ մարդկանցից էր, ում Հենրիկը դեռ լիովին վստահում էր առ դարադատության համակարգում։ Ռոբերտը պատասխանեց երրորդ զանգին, նրա ձայնը ցույց տվեց անկեղծ զարմանք, լսելով Հենրիկի անունը։ Դոկտոր Մանուկյան։ Ինչ անակնկալ է ձեզանից զանգ ստանալ այսքան տարի անց։ Ինչպե՞ս եք։ Ռոբերտ, պատասխանեց Հենրիկը, ես պետք է խոսեմ քեզ հետ մի շատ լուրջ բանի մասին։ Հիշում ես այն հետաքննությունը, որը մենք վարում էինք իմ դժբախտ պատահարից առաջ։ Պետական պայմանագրերում յուրացումների սխեմայի մասին։ Իհարկե հիշում եմ, ասաց Ռոբերտը մի տոնով, որն անմիջապես ավելի լուրջ դարձավ։ Դա իմ կարիերայի ամենամեծ հիասթափություններից մեկն էր, այդ գործը փակելը։ Ինչու ես հիմա դրա մասին հարցնում։ Հենրիկը արագ բացատրեց Արմեն Սահակյանի դատավարության իրավիճակը, դատախազ Ռուբենի կողմից կեղծված ապացույցները, այն կապերը, որոնք նա սկսում էր տեսնել տարբեր գործերի մեջ։ Ռոբերտը լուռ լսում էր, երբ Հենրիկն ավարտեց խոսքը, երկար դադար եղավ պատասխանից առաջ։ Դոկտոր Մանուկյան, ասաց Ռոբերտը վերջապես, ես երբեք լիովին չեմ դադարեցրել այդ սխեմայի հետաքննությունը։ Ոչ պաշտոնապես, բայց իմ ազատ ժամերին հետել եմ կասկածելի գործարքներին տեղեկություններ հավաքել։ Եթե քո կասկածները ճիշտ են, հնարավոր է, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք բացահայտելու այս ողջ կազմակերպությունը։ Զրույցը տևեց գրեթե 1 ժամ, որի ընթացքում Ռոբերտը բացահայտեց, որ նա հայտնաբերել է մանիպուլյացիայի ենթարկված գործերի օրինաչափություն, որոնք միշտ ներառում էին նույն դատախազներին, փաստաբաններին, գործարարներին։ Ռուբեն Սարգսյանի անունը հաճախ էր հայտնվում այդ ցանցում, միշտ որպես պատասխանատու դատախազ, ապահովելու դատապարտումներ, որոնք պաշտպանում էին կոնկրետ շահեր։ Երբ զրույցն ավարտվեց, Հենրիկն իրեն զգում էր որպես այլ մարդ։ Այն բացահայտումը, որ նա մենակ չէ իր ճշմարտության որոնումներում, որ կան այլ ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ, վերավառել էր մի բոց, որը նա կարծում էր, թե ընդմիշտ մարել է։ Հենց այդ պահին նրա բջջայինը զանգեց։ Դա տեքստային հաղորդագրություն էր անհայտ համարից։ Զգույշ եղիր, թե ինչ ես հետաքննում։ Որոշ դժբախտ պատահարներ կարող են կրկնվել։ Քո ընտանիքը նույնպես կարող է վճարել գինը։ Հենրիկը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր ողջ մարմնով, բայց մինույն ժամանակ զգաց մի զարմանալի բան։ Նրա ոտքերի մկանները ակամա կծկվեցին, կարծես պատրաստվում էին պայքարի։ Կարծես սպառնալիքը, վախեցնելու փոխարեն, էլ ավելի էր արթնացնում նրա վճռականությունը, հետաբար, նրա ֆիզիկական վերականգնումը։ Նա պահպանեց հաղորդագրությունը որպես ապացույց, անմիջապես զանգահարեց Ռոբերտին, ով խոստացավ սկսել հետաքննություն սպառնալիքի ծագման վերաբերյալ։ Դրանից հետո Հենրիկը կայացրեց մի որոշում, որը տարիներ շարունակ չէր կայացրել։ Նա պայքարելու էր։
Ոչ միայն Արմեն Սահակյանի գործի համար, այլ ընդդեմ ողջ կոռումպացված համակարգի, որը ոչնչացրել էր այդքան շատ անմեղ մարդկանց կյանքերը։ Երբ նա վերադարձավ դատարան երեկոյան նիստին, Հենրիկը անճանաչելիորեն փոխվել էր։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, որն առավոտյան չկար, մի երկաթե վճռականություն, որը ստիպում էր դահլիճի բոլոր մարդկանց բնազդաբար ուղղվել իրենց տեղերում։ Մարինան, դիտելով նրան հանդիսատեսի շարքերից, ժպտաց, կարծես կարող էր զգալ դատավորի մեջ տեղի ունեցած փոփոխությունը։ Դատախազ Ռուբենը, իր հերթին, տեսանելիորեն սասանված էր թվում։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա դասավորում էր թղթերը, ճակատին քրտինք կար, չնայած դահլիճի օթորակիչին։ Կարծես նա կարող էր զգալ, որ ինչ-որ հիմնարար բան է փոխվել իրադարձությունների ընթացքում։ Տիկնայք պարոնայք, հայտարարեց դատավոր Հենրիկը հաստատուն ձայնով, բոլոր ապացույցների ցուցմունքների մանրակրկիտ վերլուծությունից հետո ես որոշեցի, որ այս գործընթացը ներկայացնում է լուրջ անկանոնություններ, որոնք պահանջում են անհապաղ հետաքննություն։ Հրամայում եմ ժամանակավորապես դադարեցնել դատավարությունը, մինչ բոլոր փաստերը պատշաճ կերպով պարզվեն։ Դատախազ Ռուբենը կտրուկ ոտքի կանգնեց, դեմքը այլայլված անհանգստությունից։ Մեծարգո դատավոր, այս որոշումը բոլորովին անհրաժեշտ չէ։ Ամբաստանյալի դեմ ապացույցներն անհերքելի են, չեն կարող կասկածի տակ դրվել սոսկ զուգադիպություններով։ Դոկտոր Սարգսյան, պատասխանեց Հենրիկը սառույցի պես կտրող սառնությամբ, երբ վճռորոշ ապացույցները թաքցվում են, երբ ցուցմունքները կեղծվում են, երբ ճշմարտությունը միտումնավոր թաքցվում է, մենք խոսում ենք ոչ թե զուգադիպությունների, այլ արդարադատությանը խոչընդոտելու մասին։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Այդ պահին դահլիճի բոլոր մարդիկ հասկացան, որ նրանք այլս դիտում են ոչ թե սովորական դատավարություն, այլ մի բացահայտման սկիզբ, որը կարող էր սասանել տեղական դատական համակարգի ողջ կառույցը։ 3 շաբաթ անցավ դատավարության դադարեցումից ի վեր, կենտրոնի քրեական դատարանը դարձել էր մի հետաքննության էպիկենտրոն, որը սասանում էր Երանի իշխանության կառույցները։ Դաշնային քննիչ Ռոբերտ Մինասյանը մոբիլիզացրել էր հատուկ աշխատանքային խումբ, որն աշխատում էր 24 ժամ բացահայտելու այն հանցավոր սխեմայի մասշտաբները, որը սկսել էր բացահայտել դատավոր Հենրիկ Մանուկյանը։ Այս ընթացքում Հենրիկը ապրել էր մի փոխակերպում, որը մարտահրավեր էր նետում ցանկացած բժշկական բացատրության։ Նրա ոտքերի զգացողությունները աստիճանաբար ուժեղացել էին, այժմ նա կարողանում էր հեշտությամբ շարժել ոտքի մատները, լարել ազդրերի մկանները, նույնիսկ ցավ զգալ, երբ ինչ-որ մեկը դիպչում էր նրա ոտքերին։ Նրա բժիշկները տարակուսած էին, խոսելով հրաշքի անբացատրելի վերականգնման մասին, բայց Հենրիկը գիտեր, որ իր բուժումն ուղղակիորեն կապված է իսկական արդարադատության որոնմանը վերադառնալու հետ։ Այն նիստի առավոտյան, որը պետք է որոշեր Արմեն Սահակյանի, հնարավոր է սխեմայում ներգրավված շատ այլ մարդկանց ճակատագիրը, Մարինան արթնացավ տարօրինակ զգացումով։ Կարծես նա կարող էր զգալ օդում, որ ինչ-որ շատ կարևոր բան է տեղի ունենալու։ Նա հագավ իր լավագույն զգեստը, մի դեղին զգեստ, որը մայրը գնել էր մահանալուց առաջ։ Խնդրեց Շուշան տատիկին իր ամենագեղեցիկ հյուսերն անել։ Աղջիկս, ասաց Շուշանը, ծանրելով թոռնուհու մազերը, դու գիտես, որ այսօր կարող է շատ յուրահատուկ օր լինել, այնպես չէ՞։ Հայրդ կարող է վերջապես տուն վերադառնալ, այդ ամենը լինելու է քո քաջության շնորհիվ։ Մարինան լրջությամբ գլխով արեց։ Տատիկ, ես միշտ գիտեի, որ հայրիկս անմեղ է։ Եվ նա միշտ գիտեի, որ այն դատավորը նորից քայլելու է։ Որոշ բաներ մարդ զգում է սրտով, իսկ սիրտը երբեք չի ստում։ Երբ նրանք հասան դատարան, ամբոխն էլ ավելի մեծ էր, քան դատավարության առաջին օրը։ Ողջ երկրից լրագրողներ էին ժամանել Երան, լուսաբանելու այն, ինչն արդեն անվանվում էր գործ, որը կփոխի հայկական արդարադատությունը։ Մարինան ամուր բռնեց տատիկի ձեռքը, մինչ նրանք քայլում էին տեսախցիկների խոսափողների միջով, որոնք պայքարում էին ցանկացած հայտարարության համար։ Աշխատասենյակում Հենրիկը կատարում էր վերջին նախապատրաստությունները իր կարիերայի ամենակարևոր նիստի համար։ 7 տարվա մեջ առաջին անգամ նա նախորդ գիշեր կարողացել էր մի քանի վայրկյան ոտքի կանգնել, հենվելով տան գրասենյակի գրասեղանին։ Գետնի զգացումը ոտքերի տակ նորից աննկարագրելի էր եղել, կարծես վերագտնել էր իր մի մասը, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Ռոբերտ Մինասյանը ժամանեց աշխատասենյակ, իր հետ բերելով մի ծավալուն թղթապանակ, որը պարունակում էր 3 շաբաթվա ինտենսիվ հետաքննության արդյունքը։ Հենրիկ, ասաց նա ակնհայտ գոհունակությամբ, մենք բավարար ապացույցներ ունենք, ողջ կազմակերպությունը քանդելու համար։ Այն, ինչ մենք բացահայտել ենք, գերազանցում է քո ամենավատ կասկածները։
Հետաքննությունը բացահայտել էր, որ հանցավոր սխեման գործել է ավելի քան 10 տարի, ներառելով գործարարների, քաղաքական գործիչների, կոռումպացված դատավորների, դատախազների քննիչների բարդ ցանց, որը մանիպուլյացիայի էր ենթարկում դատական համակարգը, պաշտպանելու կոնկրետ ֆինանսական շահեր։ Արարատ Կապիտալը ընդամենը կեղծ ընկերություններից մեկն էր, որն օգտագործվում էր պետական պայմանագրերից յուրացված գումարները լվանալու համար։ Արմեն Սահակյանը ընտրվել էր որպես քավության նոխազ, քանի որ սկսել էր հարցեր տալ համակարգում նկատած կանոնությունների մասին։ Կազմակերպության ղեկավարը Միքայել Բաղդասարյանն էր, միլիարդատեր գործարար, շինարարական ընկերությունների կոնգլոմերատի սեփականատեր, որը միլիոնավոր դրամների պայմանագրեր ուներ տարբեր քաղաքապետարանների պետական մարմինների հետ։ Բաղդասարյանը կայսրություն էր կառուցել, հիմնված կաշառքների, ուռճացված պայմանագրերի ցանկացած մարդու համակարգված վերացման վրա, ով կարող էր սպառնալ իր սխեմային։ Բաղդասարյանի կողքին գործում էր պատգամավոր Կարեն Մարտիրոսյանը, պատասխանատու խմբի բիզնեսը հեշտացնող նրանց գործունեությունը իրավաբանորեն պաշտպանող օրենքներ ընդունելու համար։ Գագաթնաժողովի երրորդ անդամը փոխքննիչ Պավել Պետրոսյանն էր, ով մանիպուլյացիայի էր ենթարկում հետաքննությունները, կեղծում ապացույցները երաշխավորում, որ գործերը հասնեն դաշնակից դատախազների ձեռքը։ Դատախազ Ռուբեն Սարգսյանը ընդամենը մի խաղաքար էր սխեմայում, բայց հիմնարար խաղաքար։ Նրա գործառույթն էր երաշխավորել, որ կազմակերպության թշնամիները դատապարտվեն, անկախ նրանց իրական մեղքից, որ խմբի անդամները անպատիժ մնան ցանկացած մեղադրանքից։ Դրա դիմաց նա ստանում էր շքեղ բնակարան Մայամիում, ամսական 50,000 դրամ աշխատավարձ, ապագայում արդարադատության դատարանում նշանակվելու խոստում։ Ռոբերտին հաջողվել էր ձայնագրել Ռուբենի Պավել Պետրոսյանի միջ հեռախոսազրույց, որտեղ երկուսը բացահայտ քննարկում էին, թե ինչպես մեղադրել Արմեն Սահակյանին։ Ձայնագրության մեջ պարզ էր դառնում, որ նրանք գիտեին ինժեների անմեղության մասին, բայց մեղավորի կարիք ունեին Արարատ Կապիտալը ի գործը փակելու յուրացումների իրական պատասխանատուներին պաշտպանելու համար։ Բայց հետաքննության ամենացնցող բացահայտումը վերաբերում էր հենց Հենրիկի դժբախտ պատահարին 7 տարի առաջ։ Նրան հարվածած բեռնատարի վարորդը Միքայել Բաղդասարյանին պատկանող տրանսպորտային ընկերության աշխատակից էր։ Ռոբերտը գտել էր այդ մարդուն, ով այժմ թաքնված ապրում էր Մինաս Ժերայսի գյուղերում, նրանից ստացել էր ամբողջական խոստովանություն։ Դժբախտ պատահարը պլանավորվել էր մանրուքներով։ Բեռնատարը դիվերսիայի էր ենթարկվել, որպեսզի նրա արգելակները խափանվեն հենց այն շրջադարձում, որտեղ Հենրիկն ում էր ամեն գիշեր, աշխատանքից վերադառնալիս։ Վարորդը, փոքր երեխաներ ունեցող մի հասարակ մարդ, ստիպված էր եղել մասնակցել պլանին, իր ընտանիքի համար մահվան սպառնալիքի տակ։ Դժբախտ պատահարից հետո նա գումար էր ստացել լուռ մնալու համար, նրան հրահանգվել էր հեռանալ Երանից։ Երբ Հենրիկն իմացավ իր դժբախտ պատահարի մասին ճշմարտությունը, այնքան ուժեղ հույզերի ալիք զգաց, որ ողջ մարմինն արձագանքեց։ Անդամալուծությունից հետո առաջին անգամ նա կարողացավ միաժամանակ շարժել երկու ոտքերը, ծալելով ծնկները, զգալով, թե ինչպես է արյունը նորմալ շրջանառվում տարիներ շարունակ անշարժ մնացած վերջույթներում։ Կարծես այն անարդարության բացահայտումը, որը նա կրել էր, բառացիորեն կյանք էր վերադարձնում իր մարմնին։ Նիստը նշանակված էր ժամը 2-ին, երբ ժամը հասավ, դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր իր տարողունակությունից ավելի։ Դաշնային իշխանությունները, լրագրողները, հետաքրքրասերները, ներգրավվածների հարազատները պայքարում էին յուրաքանչյուր սանտիմետր տարածքի համար։ Մարինան նստած էր առաջին շարքում, տատիկի հոր կողքին, ով ազատ էր արձակվել նախնական կալանքից հետաքննության առաջին բացահայտումներից հետո։ Արմենը արցունքոտ աչքերով բռնել էր դստեր ձեռքը։ Այդ 3 շաբաթների ընթացքում նա լիովին հասկացել էր, թե ինչ էր արել Մարինան իր համար։ 10 տարեկան երեխան քաջություն էր ունեցել դիմակայելու մի ամբողջ կոռումպացված համակարգի, նրա անսասան հավատը ճշմարտության հանդեպ կատալիզատոր էր դարձել Երանի վերջին պատմության մեջ կոռուպցիայի դեմ ամենամեծ գործողության համար։ Երբ դատավոր Հենրիկը մտավ դահլիճ, լռությունը բացարձակ էր։ Բոլորը կարող էին նկատել, որ նրա մեջ ինչ-որ բան այլ էր, մի էներգիա, որը բխում էր նրա ներկայությունից փոխում միջավայրի մթնոլորտը։ Նա իր անվասայլակը հասցրեց իր սովորական տեղը, բայց նրա մարմնի կեցվածքում ինչ-որ բան հուշում էր, որ անվասայլակը մշտական չի լինի։ Մեղադրող կողմի նստարանին 3 դատարկ աթոռ նշում էին դատախազ Ռուբեն Սարգսյանի, նրա օգնականների բացակայությունը, ովքեր ձերբակալվել էին նախորդ գիշեր, դաշնային գործողության շրջանակներում։ Նրանց փոխարեն նստած էր դաշնային դատախազ, դոկտոր Կարինե Սիմոնյանը, հիս։
Ուն տարեկան մի կին, որը հայտնի էր իր բացարձակ ազնվությամբ կոռուպցիոն գործերում իր մասնագիտացմամբ։ Դոկտոր Կարինեն ոտքի կանգնեց այն մարդու արժանապատվությամբ, ով իր ձեռքերում կրում էր ոչ միայն ճշմարտությունը Արմեն Սահակյանի գործի մասին, այլ մի ամբողջ հանցավոր ցանցի մասին, որը տարիներ շարունակ անպատիժ գործել էր։ Մեծարգո դատավոր, ասաց նա պարզ հաստատուն ձայնով, մենք այստեղ ենք ոչ միայն կոնկրետ անարդարությունը շտկելու, այլ բացահայտելու մի հանցավոր սխեմա, որը կոռումպացրել է մեր դատական համակարգի հիմքերը։ 2 ժամվա ընթացքում Կարինեն ներկայացրեց դաշնային աշխատանքային խմբի հավաքած ապացույցները։ Հեռախոսային ձայնագրություններ, բանկային փաստաթղթեր, զղջացողների ցուցմունքներ կոռուպցիայի մի հետք, որը տարածվում էր տասնյակ մանիպուլյացված գործերի վրա տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր բացահայտում ընդունվում էր հանդիսատեսի վրդովմունքի տրտունջով, որը դիտում էր մի կազմակերպության դիմակազերծումը, որը ոչնչացրել էր հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքերը։ Երբ հերթը հասավ Արմեն Սահակյանի գործի վեր, աբերյալ կոնկրետ ապացույցները ներկայացնելուն, Կարինեն վկաների աթոռին կանչեց հենց այն վարորդին, ով պատճառել էր Հենրիկի դժբախտ պատահարը։ Հովսեփ Ապարեսիդո դա Սիլվան 55 տարեկան մի մարդ էր, ով կրում էր 7 տարվա մեղքի հարկադրված լռության բեռը։ Խեղդվող ձայնով այտերով հոսող արցունքներով Հովսեփը խոստովանեց, թե ինչպես են իրեն ստիպել մասնակցել դատավորի դեմ մահափորձին։ Պարոն դատավոր, ասաց նա, ուղիղ նայելով Հենրիկին, այս բոլոր տարիների ընթացքում ես աղոթել եմ, որ դուք ապաքինվեք։ Ես գիտեի, որ դուք լավ մարդ եք, դրա համար էլ նրանք ուզում էին ձեզանից ազատվել։ Դուք շատ էիք մոտենում նրանց մասին ճշմարտությանը։ Հենրիկն այնքան ուժեղ հուզմունք զգաց, լսելով այդ խոստովանությունը, որ նրա ոտքերի մկանները ակամա կծկվեցին։ Կարծես Հովսեփի յուրաքանչյուր բառը քանդում էր 7 տարվա ֆիզիկական զգացմունքային անդամալուծությունը։ Պարոն Հովսեփ, ասաց Հենրիկը կարեկցող ձայնով, դուք նույնպես նրանց զոհն եք եղել։ Ձեր քաջությունը, հիմա ճշմարտությունը խոսելու, այն է, ինչ կարոր է։ Հենց այդ ժամանակ կար։ Ինեն ներկայացրեց ամենաավերիչ ապացույցը Ռուբեն Սարգսյանի Պավել Պետրոսյանի միջզրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք բացահայտ քննարկում էին, թե ինչպես մեղադրել Արմենին։ Երկուսի ձայները արձագանքեցին դահլիճում բարձրախոսների միջոցով, բացահայտելով ցինիզմ դաժանություն, որը ցնցեց բոլոր ներկաներին։ Ձայնագրության մեջ Ռուբենը հստակ ասում էր. Կարոր չէ, նա անմեղ է թե մեղավոր, մեզ պետք է մեկը, ով կստանձնի Արարատ յուրացումների մեղքը։ Բաղդասարյանը նյարդայնացած է ուզում է, որ այս գործը արագ լուծվի։ Կարող ես ավելի շատ ապացույցներ տեղադրել նրա համակարգչում։ Եվ Պավելը պատասխանում էր. Արդեն տեղադրել եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Գրանցամատյանները ցույց են տալիս ակտիվություն գիշերը, ես համոզվեցի, որ ոչ ոք չստուգի շենքի մուտքի գրառումները։ Եթե որևէ փաստաբան չափազանց խելացի լինի, դու համոզվիր, որ դատավորը չընդունի ապացույցները։ Ձայնագրության վերարտադրումից հետո հաջորդած լռությունը լի էր վրդովմունքով սարսափով։ Մարինան ամուր բռնել էր հոր ձեռքը, զգալով, որ վերջապես այն ճշմարտությունը, որը նա միշտ գիտեր, ճանաչվում է բոլորի կողմից։ Բայց նիստի ամենադրամատիկ պահը դեռ առջում էր։ Երբ բոլոր ապացույցները ներկայացվեցին, պարզ դարձավ, որ Արմեն Սահակյանը լիովին անմեղ է, դատավոր Հենրիկը կայացրեց մի որոշում, որը ոչ ոք չէր սպասում։ Տիկնայք պարոնայք, ասաց նա հուզված ձայնով, 7 տարի շարունակ ես նստած եմ մնացել այս աթոռին, ոչ միայն ֆիզիկական անդամալուծության պատճառով, այլ որովհետև կորցրել էի հավատը այն հնարավորության նկատմամբ, որ իսկական արդարադատությունը կարող է հաղթանակել մեր համակարգում։ 10 տարեկան մի աղջիկ ինձ վերադարձրեց այդ հավատը։ Հենրիկը դադար տվեց, խորը շունչ քաշեց, հետո տեղի ունեցավ մի բան, որը դահլիճում ոչ ոք երբեք չի մոռանա։ Հենվելով իր անվասայլակի թերին, դատավորը ուժ տվեց դանդաղորեն ոտքի կանգնեց։ Նրա մկաններն արձագանքեցին մի ուժով, որը 7 տարի չէին ցուցաբերել, երբ նա կարողացավ լիովին ոտքի կանգնել, զարմանքի տրտունջ անցավ ողջ դահլիճով։ Մարինան իր տեղից ցատկեց ուրախության ճիչով։ Ես ասացի, որ ստիպելու եմ, որ դուք նորից քայլեք, բացականչեց նա, ծափ տալով, մինչ երջանկության արցունքները հոսում էին նրա այտերով։ Ոտքի վրա, հենված միայն իր ոտքերի ուժին, Հենրիկը հանդիսավոր կերպով հայտարարեց. Արմեն Սահակյան, դուք լիովին արդարացված եք բոլոր մեղադրանքներից։ Հայցում եմ ձեր ներողամտությունը Հայաստանի Հանրապետության անունից այն անարդարության համար, որը քիչ էր մնում կատարվեր ձեր ընտանիքի դեմ։ Բայց Հենրիկը դեռ չէր ավարտել։
Անելով իր առաջին տատանվող քայլերը 7 տարվա մեջ, նա ուղղվեց դեպի դահլիճի կենտրոն, յուրաքանչյուր շարժումն ուղեկցվում էր բոլոր ներկաների հարգալից լռությամբ։ Հրամայում եմ անհապաղ ձերբակալել Միքայել Բաղդասարյանին, Կարեն Մարտիրոսյանին, Պավել Պետրոսյանին, հանցավոր համագործակցության, կոռուպցիայի, փողերի լվացման սպանության փորձի հանցանքներով, հայտարարեց նա հաստատուն ձայնով։ Հրամայում եմ նա վերաբացել բոլոր այն գործերը, որոնցում մասնակցություն է ունեցել դատախազ Ռուբեն Սարգսյանը, որպեսզի այլ անարդարություններ շտկվեն։ Դահլիճը պայթեց ծափահարություններից, մինչ Մարինան վազեց դեպի դատավորը։ Հենրիկը կրացավ դժվարությամբ, բայց վճռականությամբ գրկեց աղջկան, ով փոխել էր իր այդքան շատ այլ մարդկանց կյանքը։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր, որ քաջությունն ու հավատը կարող են սարեր շարժել, շշնջաց նա նրա ականջին։ Արմենը մոտեցավ արցունքներով գրկեց իր դստերն ու այն մարդուն, ով քաջություն էր ունեցել փնտրելու ճշմարտությունը, նույնիսկ երբ դա անհնար էր թվում։ Շուշան տատիկը, ով դիտում էր տեսարանը հանդիսատեսի շարքերից, անընդհատ խաչակնքում էր, շնորհակալություն հայտնելով Սուրբ Գրիգոր Նարեկացուն աստվածային միջամտության համար։ Հաջորդող օրերին իսկական արդարադատություն գործողությունը, ինչպես այն հայտնի դարձավ, հանգեցրեց սխեմայում ներգրավված տասնյակ մարդկանց ձերբակալությանը։ Միքայել Բաղդասարյանը ձերբակալվեց իր Վահագնի թաղամասի առանձնատանը, Մայամի փախչելու փորձի ժամանակ։ Պատգամավոր Կարեն Մարտիրոսյանը զրկվեց մանդատից, ձերբակալվեց հենց ազգային ժողովի դահլիճում։ Պավել Պետրոսյանին գտան գյուղական տանը, ապացույցները ոչնչացնելու փորձի ժամանակ։ Ավելի քան 100 գործ վերաբացվեց, տասնյակ անմեղ մարդիկ, ովքեր անարդարացիորեն դատապարտվել էին, ստացան իրենց դատավճիռների չեղարկումը։ Գործողությունը դարձավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղենիշ, ուսումնասի։ Լվելով իրավաբանական ֆակուլտետներում, ծառայելով որպես օրինակ այլ հետաքննությունների համար։ Հենրիկը վերսկսեց իր պարտականությունները որպես դատավոր, արդարադատության նկատմամբ նոր գրքով։ Նրա ֆիզիկական վերականգնումը լիակատար էր, նա դարձավ խորհրդանիշ, թե ինչպես կարող է ճշմարտության որոնումը բառացիորեն վերականգնել մարդու կյանքը։ Նա ստեղծեց ինստիտուտ, նվիրված դատական անարդարության գործերի հետաքննությանը, սկսեց դասախոսություններ կարդալ դատական համակարգում ազնվության կարողության մասին։ Մարինան պատվի արժանացավ Հայաստանի Փաստաբանների պալատի կողմից, որպես ամենաերիտասարդ անձ, ով ստացել է պատվավոր քաղաքացու կոչում, արդարադատությանը մատուցած ծառայությունների համար։ Նա իր շնորհակալական խոսքում հայտարարեց, որ ցանկանում է դատավոր դառնալ, երբ մեծանա, օգնելու իր հոր պես այլ մարդկանց, ովքեր անարդարացիորեն կմեղադրվեն։ Արմենը վերսկսեց իր կյանքը, բայց այժմ անարդարության դեմ պայքարի կարողության մասին բոլորովին այլ հեռանկարով։ Նա դարձավ մարդու իրավունքների ակտիվիստ, իր ժամանակի մի մասը նվիրում է այլընդ անիքներին օգնելուն, որոնք բախվում են իրենց ընտանիքի ապրածի նման իրավիճակների։ Դատավարությունից 6 ամիս անց կենտրոնի քրեական դատարանի մուտքի մոտ տեղադրվեց մի ցուցանակ հետյալ գրությամբ։ Այստեղ մի երեխա ապացուցեց, որ քաջությունն ավելի ուժեղ է, քան իշխանությունը, որ ճշմարտությունը, երբ պաշտպանվում է հավատով, կարող է շարժում վերադարձնել նույնիսկ նրանց, ովքեր դատապարտված էին անշարժության։ Ամեն անգամ, երբ Մարինան անցնում է ցուցանակի մոտով իր հոր տատիկի հետ, նա ժպտում է փոքրիկ շնորհակալական աղոթք շշնջում։ Նա սովորել է, որ նույնիսկ փոքր լինելով կարող է փոփոխություն բերել աշխարհում, երբ քաջություն ունի պաշտպանելու այն, ինչը ճիշտ է։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում է դատավոր Հենրիկին նորմալ քայլելիս դատարանի միջանցքներով, նա գիտի, որ հրաշքներն իսկապես տեղի են ունենում, երբ արդարադատությունն ու հավատը միասին են աշխատում։ Մարինա Սահակյանի պատմությունը լեգենդ դարձավ Երևան քաղաքում, պատմվելով սերնդեսերունդ որպես օրինակ, թե ինչպես կարող է մեծ սիրտ ունեցող փոքրիկ մարդը սարեր շարժել, փոխակերպել իր շուրջը աշխարհը։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը պատրաստվում է հանձնվել արդարության համար պայքարում, հիշում է այն աղջկան, ով ստիպեց դատավորին նորից քայլել, պարզապես որովհետ հավատում էր, որ ճշմարտությունը միշտ հաղթում է ի վերջո։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի Արմենի դատավոր Հենրիկի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք այս արտասովոր աղջկա քաջությունից, ով մարտահրավեր նետեց մի ամբողջ համակարգի, իր հորը փրկելու համար, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենամաքուր քաջ կողմը, ցույց տալով, որ ճշմարտությունն ու արդարադատությունը միշտ հաղթանակում են, երբ ունենք հավատ, վճռականություն։ Դուք այն ընտանիքի մասն եք, որը հավատում է բարի պատմությունների փոխակերպող ուժին։
Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որտեղ հույսը կրկին կհաղթի հուսահատությանը։